Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր ապրիլի 24-ն է, սա մեր արդեն երկրորդ երեկոյան հաղորդումն է։ Հայոց ցեղասպանությունից անցել է 110 տարի, ուղիղ 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը, երբ Կոստանդինապոլսում, այսօրվա Ստամբուլում սկսվեց հայ մտավորականների ջարդը։ Եվ հիմա, երբ որ մենք հիշում ենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փաստացի այդ օրն է վերցված որպես հիշատակի օր։ Հիմա այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք հայոց ցեղասպանության միջազգային արձագանքից, շատ կարևոր ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ, նույնիսկ Էրդողանն է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկել, ուղերձով է հանդես եկել, բնականաբար նա չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ կարևոր է նաև անդրադառնալ Էրդողանի ուղերձին, կարևոր ուղերձների շարքում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, նա ասել է, որ այսօր ապրիլի 24-ին ազգային հիշատակի օրը, հիշենք բոլոր զոհերին եւ վառ պահենք նրանց հիշատակը, եկեք շարունակենք գործել մարդկության անունից, հանուն ճշմարտության եւ արդարության, հայտարարել է Մակրոնը։ Նման կարևոր հայտարարությամբ է հանդես եկել նաև Լիբանանի նախագահը, տարբեր երկրների խորհրդարանականներ, Հունաստանի խորհրդարանի ղեկավարն է հանդես եկել հայտարարությամբ, եվրոպական խորհրդարանի տարբեր падգամավորներ են եկել, տարբեր երկրների դեսպաններ են այցելել Ծիծեռնակաբերդ եւ արել հայտարարություններ, կարծում եմ ճիշտ չի լինի եւ բավականին երկար կստացվի բոլորին հիշել եւ թվարկել, սակայն կարևորը այն է, որ 110-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ մենք ունենք։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր որ ասում են, որ նա հերքում է հայոց ցեղասպանությունը, իրոք սուտ են խոսում, վնաս են հասցնում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայաստանի Հանրապետությանը եւ մեր ազգային ու պետական շահերին, քանի որ շատ հեշտ է ընդհանրապես պետք է բացել նրա հայտարարությունը եւ տեսնել, որ նա չի հերքում, խոսում է կոնկրետ հայոց ցեղասպանության մասին, ճիշտ է նրա մամլոյցարայությունից դատապարտել են դրոշերի այրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի, որը որ տեղի է ունեցել 3 ջահերով երթի ժամանակ, դա անվանվել է սադրիչ եւ հրահարող գործընթաց եւ փաստացի կապվել է նրա հետ, որ ադրբեջանական զինուժը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, բնակելի տան ուղղությամբ, մենք արդեն նախորդ հաղորդման ընթացքում խոսել էինք այդ մասին եւ տան պատուհան է վնասվել, ներսում տան գույքն է վնասվել, ինչ վերաբերվում է ընդհանրապես դրոշների այրմանը, ես իմ մոտեցումը ունեմ եւ իմ մոտեցումը հետեւյալն է, որ մենք ուղղակի որպես ազգ, գիտակից ազգ պետք է հասկանանք, թե այդ դրոշերի այրումը ինչ է մեզ տալիս։ Եթե դա հիմա այս պահին վտանգավոր է եւ մեծ խնդիրներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար եւ հայ ժողովրդի համար, ապա բնականաբար պետք է հրաժարվենք դրոշերի այրումից։ Եթե այդ դրոշերի այրումը մեծ օգուտ է հասցնում մեր ազգին, մեր պետությանը, ապա խնդիր չեմ տեսնում որևիցե դրոշ այրելու մեջ, բայց այս պահի դրությամբ իմ համոզմամբ դա միայն վտանգ է եւ լուրջ իրոք խնդիրներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, եթե նախկինում դա վտանգ չէր ներկայացնում, օրինակի համար մինչեւ 20 թվական այդքան մեծ վտանգներ չէր ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, ապա 20 թվականից հետո 2020 թվականի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ դա բավականին լուրջ վտանգներ է ստեղծում մեր պետության համար։ Հնարավոր է մի քանի տարի անց կրկին լուրջ վտանգներ դա չստեղծի Հայաստանի Հանրապետության համար, սակայն այսօրվա իրողությունից ելնելով ես էլ կարծում եմ, որ իրոք վտանգներ է ստեղծում դա Հայաստանի Հանրապետության համար եւ ավելի նոր տեղը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հակառակորդներին առիթներ ման գալու Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու համար եւ տարբեր ռազմատենչ հայտարարություններով հանդես գալու համար։ Բայց այստեղ կարևոր է նաև նշել, որ այդ ուղերձի մեջ վարչապետի խոսնակի այդ խոսքի մեջ, որտեղ որ նա մեկնաբանել էր Armenpress-ին այդ ամենը, հստակ դատապարտվում է եղել նաև ադրբեջանական զինուժի կողմից Խոզնավարի բնակելի տան ուղղությամբ կրակոցների պահով։ Ինչպես արդեն ասեցի, հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սա առաջին հայտարարությունը չէ, ինքը մի քանի անգամ
նման հայտարարություններով հանդես է եկել եւ հիմա ասում է Էրդողանը, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան։ Այսինքն ուզում եմ ասել, որ արիք հարաբերությունները կարգավորենք, բայց դա քաղաքական հայտարարություն է, իրականում Թուրքիան չի կարգավորում, մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի գնում կարգավորման հայ-թուրքական հարաբերությունները։ Եվ Էրդողանի հայտարարության համաձայն նրանք, ովքեր փորձեցին խարխարել մեր մեջ խոր արմատները եւ ամուր կապեր, պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին։ Սա կարելի է մեկնաբանել տարբեր կերպ այս հայտարարությունը, բայց փաստացի սա հերքման հերթական դրսևորումն է Էրդողանի կողմից, եւ ինքը ուզում է ասել, որ նրանք, ովքեր որ ճանաչում են հայոց ցեղասպանությունը եւ պահանջում են Թուրքիայի ճանաչել հայոց ցեղասպանությունը, նրանք փորձում են մեր մեջ խնդիրներ ստեղծել մեր ժողովուրդների միջև, խարխարել այդ խոր ամուր իբր կապերը, արմատները, եւ փաստացի այդպիսի հայտարարություն է անում Էրդողանը, բայց նույն ժամանակ ասելով, որ իրենք հիշում են այսօրվա օրը, տարբեր բանդիտներ, առաջին համաշխարհային օրերի ընթացքում ավազակախմբեր եւ այլն իրականացրել են տարբեր գործողություններ, համաճարակի պատճառով է այդ ամենը տեղի ունեցել, այսինքն փորձում է արդարանալ, որ տարբեր հուրանական խմբերի պատճառով, համաճարակների պատճառով եւ այլն տեղի ունեցել այն, ինչ տեղի ունեցել 1915 թվականին, բայց հիմնականում այդ ուղերձը կարծես թե ինքը այն ձև է ձևակերպել, որը որ վերաբերվում է Թուրքիայի հայ համայնքին, մի փոքր խորամանկ ձևով է այդ ուղերձը հղել Էրդողանը, եւ դրանից բացի խոսել է, որ 86 միլիոնանոց Թուրքիայում չպետք է լինի ազգային խտրականություն եւ այլն։ Այսինքն հստակ այստեղ մենք բոլորս տեսնում ենք, որ Էրդողանը հերքում է հայոց ցեղասպանությունը, մեղադրանքներ է հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր որ խոսում են ցեղասպանության մասին, մեղադրելով նրանց, որ նրանք թշնամանք եւ խնդիրներ են ստեղծում երկու ժողովուրդների միջև, եւ այդ հիմնականում այդ ոճի մեջ է արտահայտվել Էրդողանը, բայց այստեղ կարևոր է նշել, որ Թուրքիայում մի քանի կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ եւ դատապարտել են հայոց ցեղասպանությունը, այդ process-ը չափազանց կարևոր է եւ այդ process-ը պետք է Թուրքիայի ներսից մեկնարկի։ Նաեւ մարդու պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն են հանդես եկել հայտարարություններով, չնայած որ եղել են նաեւ կուսակցություններ, ծայրահեղական ազգայնական երիտասարդական թևեր, որոնք որ շնորհակալություն են հայտնել հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Դա եւս մենք պետք է հասկանանք, որ այդպիսի ուժերը եւս շատ են Թուրքիայում, ազգայնական ուժերը, ովքեր որ անթակույտ ձևով ոչ միայն արդարացնում են, այլ նաեւ ճիշտ են անվանում այն, ինչ իրականացնել են հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության իրականացնող այդ վայրենի անձինք։ Ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ երկրների տարբեր խորհրդարանների падգամավորներ, խորհրդարանների ղեկավարներ, նախագահներ, որոնց թվում որ ամենաերևացողը բնականաբար Էմանուել Մակրոնն է, Դոնալդ Թրամփի հայտարարությունը մենք դեռ չենք տեսել, Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել, կարող է եւ ճանաչի այս տարի ինքը հայոց ցեղասպանությունը, հետևելով Բայդենի օրինակին, չնայած Բայդենի օրինակին ինքը չի սիրում հետևել եւ մենք գիտենք, որ նախկին իր նախագահության օրերին նա չէր ճանաչում հայոց ցեղասպանությունը, բայց Թրամփից ես ոչինչ չեմ բացառում, տեսնենք ինչ հայտարարությամբ է հանդես գալու Դոնալդ Թրամփը, եւ ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ երկրներում հարկում են հիմա հայոց ցեղասպանության հիշատակը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւս տարբեր հայտարարություններ են հնչում քաղաքապետների, կոնգրեսմենների, սենատորների մակարդակով։ Կարևոր է նաեւ անդրադառնալ նրան, որ արդեն Եվրամիության խորհրդարանի տարբեր падգամավորներ են դատապարտում Կայա Կալասի այցը Ադրբեջան եւ հստակ ասում են, որ ինչ ուղերձ եք դրանով դուք հղում ժողովրդավարական Հայաստանին, որը որ փորձում է իր տարածքները պաշտպանել Ադրբեջանից եւ հստակ ասվում է, որ Հայաստանը ընտրել է ժողովրդավարության ուղին, ընդունել է օրենք, որ Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ, նույն Հայաստանը բազմաթիվ խնդիրների է բախվում Ադրբեջանի կողմից, բայց նույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Կայա Կալասը արտաքին հարաբերությունների փաստացի ղեկավարը Եվրամիության այցելում է Ադրբեջան եւ այս հայտարարությունները իրոք չափազանց կարևոր են եւ ես հույսով եմ, որ այդ հայտարարությունները ազդելու են ինչ-որ մեկտեղ Կայա Կալասի վրա, չեմ կարծում, որ նա մտափոխվի եւ հիմա արագ այցելի Հայաստան, բայց իր հայտարարությունների վրա պետք է որ դրանք ազդեն։ Ես ամենայն անկեղծությամբ
Շատ դրական եւ լավ հայտարարությունների եմ սպասում վաղվա այցից, Կայա Կալասի վաղվա այցից, բայց մենք պետք է լինենք adekvat եւ ես խոստանում եմ, որ վաղը մենք տեսնենք թե ինչ հայտարարություններ է անելու Կայա Կալասը եւ լավին լավ ենք ասելու բնականաբար վատին վատ, եթե այդ հայտարարությունների մեջ մենք չտեսնենք որևիցե լավ հայտարարություն եւ մտահոգիչ հայտարարություններ տեսնենք կնոյին Կայա Կալասի կողմից կամ Կայա Կալասի մասնակցությամբ Ադրբեջանի կողմից արվող հայտարարություններ եւ Կայա Կալասի լռությունը, ապա մենք բնականաբար շատ լուրջ ձևով կդատապարտենք դրան։ Այսինքն լավատես լինենք եւ նույն ժամանակ պետք է լինենք անկեղծ մենք ինքներս մեզ հետ։ Բայց ես իրոք լավատես եմ եւ կարծում եմ, որ այդ այցը պետք է որ էլի մեկ քայլ լինի Եվրամիության կողմից, կարևոր քայլ, որը որ պարտադրելու է դրթելու է Ադրբեջանին կնքել վերջապես խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ։ Միջազգային հարցեր այս պահի դրությամբ չկան քննարկելու սիրելի հայրենակիցներ, Դոնալդ Թրամփը հերթական հայտարարությունն է արել, այս անգամ ասելով «Stop Vladimir»։ Նա հստակ քննադատել է Վլադիմիր Պուտինի կողմից հարվածները Կիևի ուղղությամբ, ասելով, որ շատ վատ ժամանակահատված է ընտրել Վլադիմիր Պուտինը այդ հարվածների համար։ Թրամփը ասել է, որ ամեն շաբաթ 5000 զինվորական է զոհվում եւ կրկին նշել է, որ շատ կարեւոր է, որ այդ պատերազմը ավարտվի, հստակ կոչ անելով, որպեսզի ստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Ահա այսպեսի հայտարարություն է արել Դոնալդ Թրամփը։ Մեկ լուրջ ձևով քննադատում է Զելենսկին, որ Ուկրաինան չի գնում զիջումների, չի ցանկանում պատերազմ, հետո տեսնում է, որ այդ հայտարարությունները բավականին շատ էին արվել եւ այլ արձագանք է ստանում, սկսում է կոնկրետ քննադատել Ռուսաստանի Դաշնությանը։ Հիմնականում սա էր, սիրելի հայրենակիցներ, հետևենք իրադարձությունների զարգացմանը, անպայման խնդրում եմ կրկին լայքել, ձեր լայքերի շնորհիվ ավելի լավ է տարածվում մեր հաղորդումները, մեկնաբանել, ինչու՞ չէ, նաև եթե չեք բաժանորդագրվել մինչև հիմա մեր ալիքին, անպայման նաև բաժանորդագրվեք դնելով զանգակը։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։